Ես իմ ելույթի մի քիչ առաջ ասացի նաև ֆինանսական կառավարման մեջ էի կիրառման հնարավորությունների մասին։ Հիմա այդ հնարավորություններից մեկի հետ ենք շատ մոտիկից մանրամասն առարկայորեն ծանոթանալու։ Խոսքը ֆինանսական վերլուծությունների մեջ AI-ի կիրառման կոնկրետ кейսի մասին է։ Իրականում, եթե դուք ձեր ընկերության Excel-ները, տվյալները վերցնեք, գցեք, ասենք ChatGPT-ի մեջ ու ասեք վերլուծի, ինքը կվերլուծի, ինչ որ բան կտա։ Տենց փորձեր կարակ անեք, հավես է, բայց այդ միանգամյա գործ է։ Մի անգամ տվեցիր, հարցրեցիր, պատասխանեց, երկրորդ անգամ նույն հարցը տաս, ուրիշ բան է պատասխանելու, ուրիշ ձևով է մոտենալու։ Ստեղ խնդիրը ոչ թե այնա արդյոք կարա AI-ը ֆինանսական վերլուծություն անի, այլ այնա արդյոք կարա դա անի ստաբիլ, նույն ձևով, նույն որակով եւ մեր իրական տվյալների վրա հիմնված։ Եվ պատասխանն է այո կարա, ու հիմա մենք դրա ականատեսը կլինենք։ Ես հիմա միկրոֆոնը փոխանցում եմ Link ընկերության համահիմնադիր եւ զարգացման տնօրեն Արտակ Գևորգյանին, ով կներկայացնի Link ընկերության սեփական մշակումը AI գործիքը, որը միանում է Adines-ին, Make-S ծրագրին, ըստ էության նաև այլ ծրագրերի Կարամյանը, եւ ֆինանսական վերլուծությունը ավտոմատացնում է ընկերության համար։ Արտակ ջան, խնդրեմ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ժամանակ եք տրամադրել։ Ես ներկայացնելու եմ Link ընկերության պրոդուկտներից մեկը։ Link ընկերությունը ստեղծվել է 1997 թվականից, 29 տարեկան է, եւ համարվում ենք մենք Adines ընկերության ֆրանչայզի, ուսումնական կենտրոն, կանդիդատ ERP ցենտր, որը աշխարհում 32 քաղաքներում կա, Petrix 24-ի ներկայացուցիչ ենք եւ Link Edu հարտակը նոր ենք ստեղծել, որի մասին հետագայում եթե ժամանակ ունեցաք, ես կարող եմ առանձին ներկայացնել։ Այսօր ներկայացնելու եմ Կայրան, բայց ափսոս չեմ կարող թերթել, այսպես եմ անելու։ Մի քիչ խոսեմ իմ մասին, ես 23 տարի բիզնեսում եմ, 11 տարի ավտոմատացման շուկայում, Link ընկերության համահիմնադիր եմ դարձել Գյումրիում ստեղծված ստարտափի շնորհիվ, այդ ստարտափի եւ Link ընկերությունը միավորվեց եւ մենք կնեցինք ամբողջ Link-ի 100% բաժնեմասը իմ գործընկերոջս հետ, Արտուր Մանուկյանի հետ։ Ունենք 7 սեփական պրոդուկտները, որոնցով աշխատում են 2200 կազմակերպություններ Հայաստանում, Pernod Ricard, Procter եւ այդպիսի շարք հայտնի ընկերություններ։ Միավորումից հետո այս կորից եմ սովորել, մենք ուրեմն 40 տարվա աշխատանքային փորձ, ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ 29 տարի Link-ի եւ 11 տարի Resourcesoft-ի հետ, ու իրականում ինքը կարող եմ ասել, որ 100% 40 տարվա է, որովհետեւ ռեսուրսները բոլորը փող լրացնող են իրար հետ։ Զարմանակ ասեք, ես գյումրեցիք ես ինչ են արել, հա, անկամներով են արել։ Ինչ արեցինք մենք։ Ուրեմն երբ որ երկու կազմակերպություններ միավորվում էր, այդտեղ նախ կար տեխնոլոգիայի խնդիր, կար մշակույթի խնդիր, հա, այդ ամեն ինչը համադրելի պետք է լիներ ու դիմանալ այս նոր մարտահրավերներին, նոր մարտահրավ, ասում է ոչ բան է, չէ, շախմատային շախմատում ամենաուժեղ խաղաքարը այդ թակույն է, բայց թակույի ունենալով դա չի երաշխավորում, որ դու միշտ հաղթող դուրս կգաս։ Այս տարում ես կարծում եմ, որ ամենաուժեղ խաղաքարը դա AI-ն է, եւ մենք պետք է անցում անենք արագ AI-ի, մեր համակարգը պետք է այդ պրոդուկտները սպասարկել է աշխատակազմին, վերապատրաստել է, հա, ու պետք է անպայման AI գործիքակազմով առաջարժվենք, ու նաեւ ինչ արեցինք, 2200 կազմակերպությունից թողեցինք մենք 180 կազմակերպություն, որոնց մենք սպասարկում ենք։
ու խնդիր տրվեց պրոդուկտների թարմացմանը։ Պրոդուկտների թարմացման համար ամեն պրոդուկտի համար 3000 ժամ ծրագրավորման եւ խորհրդատվության աշխատանքներ էր պետք, որը մենք ոչ այդ ռեսուրսն ունեինք, ոչ էլ այդքան փող ունեինք, որ կարողանայինք ստեղծել։ Ինչ արեցինք, արագ փորձեցինք ուսումնասիրել AI-ը եւ դրանից հետո երբ որ ուսումնասիրեցինք, ես դիմեցի գործընկերոջս, որ պետք է արագ անցում անել, ու մեզ մոտ այդ ստացվեց, պրոդուկտը, որը պետք է ներկայացնեմ, սկզբնականում մեր ներքինում սկսեց աշխատել, 3000 ժամի կոդ գրեց 3 օրվա ընթացքում, 3000 ժամ եւ մենք շատ արագ դիմեցինք Adidas ընկերությանը, որ կարող ենք բոլոր պրոդուկտները հայերեն դարձնել, հայաֆիկացնել, այդ միայն թարգմանություն չէ, իր մեջ կոդ է գրվում, կանչեր է արվում, բավականին մեծ տեստավորում պահանջող աշխատանք էր, որը այդ մեր պրոդուկտը բարեհաջող արեց, հիմա այս պահին երկու պրոդուկտներ Adidas ֆիրմա, Adidas-ում Adidas-ը վաճառում է, մենք այսպես ասած դրանից փող ենք աշխատում ու սպասարկում ենք։ Ինչպես գիտեք, այսօր շուկայում կա այս խնդիրները, բոլորս ունենք, երևի այս խնդիրները, առաջինը մենք ունենք, որ մենք կարող է լավ ծառայություններ շատերս ենք մատուցում, բայց գնել որպես այդպիսին լավ չի ստացվում մեզ մոտ, թե մեզ, թե մեր պետության, եւ այլն, բոլոր տեղերում, այսինքն խնդրի ձևակերպում ինչ է նշանակում, ճիշտ պահանջ դնել գործընկերոջը, որ կարողանանք այդ գնումը կատարել։ Աշխատուժը արդեն համարվում է Հայաստանում թանկ, օգտագործման պարտություններ կան ծառայություն պրոդուկտների հետ կապված, եւ մասնագետների պակաս վերապրոֆիլավորված, այս նոր իրականության մեջ ապրող մասնագետների կարիք կա։ Այդ խնդիրը եկավ լուծելու Կայրան, ինչի Կայրա, երբ որ մենք նոր ենք այդ միավորման process-ները ծանոթացա 25 քառակուսու վրա նստում էր մի ծրագրավորող Նիկոլայ անունով, Կոլյա անունով, բոլոր պրոդուկտների բացերը ինքը գիտեր, բոլորը, այսինքն մի այլ կարգի կախվածություն ուներ կամպանիան, եւ Նայրան, ով խորտատուն էր, էլի հին դինոզավրներից, այսպես ասած, ասում է ես շուտ էի ասել, որ ժամանակի ընթացքում, եւ ոնց որ էվոլյուցիայի ընթացքում կվերանան դինոզավրները, ու մեծ կախվածություն էր, մենք ունենք այդքան գործընկերներ եւ այդքան լավ պրոդուկտներ, բայց տանդաղում էր տեմպը, ու տանդաղում էր ու չէր ածում, ու այդպես ծանունը ծնվեց Կայրա, իպատիվ Կոլյայի եւ Նայրայի, հիմա իրանք մեզ հետ չեն աշխատում, բայց կամպանիան զարգանում է, այս մեր AI չի հոգնում, ավելորդ հարցեր չի տալիս, նորմալ աշխատում է։ Ինչ է Կայրան։ Կայրան առաջինը ծրագրավորող է, ով կարող է ստուգել գրված կոդը եւ գտնել սխալները։ Այդ բանում գործող բազաներում, որ ասենք բան է արվում, առանց դոկումենտացիա եւ այլն այդ գրված պրոդուկտներում շատ մեծ խնդիր է, երբ որ մի հատ խնդիր է առաջանում, այդ ամեն ինչը վերհանել, գտնել խնդիրը։ Երկրորդ կետը այդ բարձր մակարդակով առնում է, այսինքն մեկ Կայրան գիտի Այն ինչ գիտի Կոլյան, Նայրան, բոլոր ծրագրավորողները, երբ որ իրան արդեն հարց է տալիս, ինքը արդեն գիտի որտեղ է բակը, շատ բան ունեն պատմելու, այդտեղ թե ինչ նուրբ խնդիրներ է գտել, որ ծրագրավորողները չեն գտել, հասկանում է գրված տեխնիկական առաջադրանքը եւ կարող է կոդ գրել։ Ինքնուրույն գնա փոխի Adidas-ի կոդը, Նաև երբ որ կոդ է գրում, տալիս է ինքը տեստավորման ձեռնարկ, հետո օգտագործման յուզերի համար ձեռնարկ, բավականին լավ ծառայություն է մատուցում, հիմա ծրագրավորողն ասես մի հատ կոդը, մի հատ քիչ է կոդը գրի, մի հատ էլ քեզ տեստավորման ձեռնարկ տա, մի հատ օգտագործման ձեռնարկ տա, այդ շուկայում ամբողջ աշխարհում լուրջ խնդրեմ է կներեք։
Երկրորդ դերը դա ինքը խորհրդատուն է, գիտեք ֆինանսական ոլորտի ծրագրերում շատ կարևոր է, որ այդ անալիտիկը, հա, ճիշտ խորհրդատվություններ մատուցի։ Կարող է ստուգել բազայի տվյալները, հիմա ես ձեզ ծրագրով ցույց կտամ, պատասխանի հարցերին, գտնի բալանսում որտեղ կա խնդիր, ով ինչ խնդիրներ է առաջացել, որն են սխալ մուտքագրվել եւ ֆինանսական եւ հաշվապահական, կառավարչական հաշվառման անալիզներ։ Եվ ծառայություն բան է անում, ձեռնարկներ է սարքում, հա, ուսուցողական նյութեր է պատրաստում, անում է այն, ինչ կոնսուլտանտները կանեին ու ավելի որակով։ Որն է Կայրայի առավելությունները, միանում է գործող on-line բազայում, ես անկեղծ ասած չեմ տեսել դեռ շուկայում, կան AI-ներ, որ իրանց ինֆորմացիան տալիս ես, իրանք շատ լավ վերահսկում են, բայց on-line կբաց ամբողջական բազայում եւ ինքը on-line աշխատում է ու կարևոր կտոր է, որ ինքը չի գրում այդտեղ բան, ինքը իրավունք չունի, փակած է իրան, հա, շատ խիստ, որ ինքը գնա այդ բազաներում փոփոխություններ անի, ինքը միայն կարող է կարտալ, այս մեզ համար բավական երկար էր տեխնոլոգիական առումով, բայց ստացանք։ Տեսեք, շուկայում կա ոնց են անում անալիտիկները, ֆինանսները, կան տարատեսակ իրենց գործող HC, ADNS, հա, չգիտեմ, SAP, այդ բազաներին կպցնում են այլ գործիքներ, օրինակ Tableau-ն, Power BI-ը եւ այլ BI-ներ, որ անալիտիկա ունենան ու ինքը այս ամեն մի ծրագիրը նորից մասնագիտակցության վերապատրաստում է պետք, BI-ի լավ, Power BI-ի լավ մասնագետ պետք է լինել եւ ֆինանսիստ եւ Power BI-ը տեսնել, հա, ուսումնասիրել, պլյուս ավելյալ ծախսեր են, պլյուս ինտեգրացիաներ են։ Միջինը ասեմ, օրինակ այս Tableau-ին, որը ես գիտեմ, ասենք ինտեգրացիա են արել 10 միլիոն դրամ է։ 5-ից 10 միլիոն դրամ։ Պլյուս ինքը բան է անում, մի հատ էլ նորից մասնագիտական է։ Այս մյուս ինտեգրացիոն անալիտիկ գործիքները հրահանգներ չեն կարող տալ, իսկ Կայրային կարող եք տալ։ Ու զրույց, չաթի տեսքով զրույց, եթե համապատասխան ինֆորմացիան ստացար, բայց հարցեր ունես ճշգրտվող կամ լավ չես նկարագրել, հա, իրան միանգամից չաթի միջոցով կարող ես այդ իրավիճակը փոխել։ Ու նաև այն սովորական աշխատող մարդկանց համար է Կայրան, ոչ միայն բարձր լեվելի չինովնիկների, այլ նաև սովորական աշխատակիցների համար։ Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, հետո ցույց կտամ արդեն ծրագիրը իր արդեն աշխատանքային վիճակում։ Էլմիրա Հովհաննիսյան, coach, հոգեբան, առաջնորդության մարզիչ։ Բայց հիմա պիտի խոսեմ ավելի շատ իմ 20 տարվա HR-ական փորձից։ Ձեր ընկերությանը ծանոթ եմ դեռ 20 տարի առաջվանից, դեռ առաջին համակարգիչներ այդ ընկերությունում ձեռք բերեցինք եւ Adines-ի մեծ սիրահար եմ, Adines зарплата управление персоналом, управление предприятием, մի խոսքով տարբեր ձևաչափերով ներդրումների պրոյեկտի ղեկավար եմ եղել։ Եվ այո, ճիշտ նշեցիք ձեր պրեզենտացիայի մեջ, որ դրանք խնդիր են եղել, ՏԶ-ի ճիշտ ձևավորումը, իրար հասկանալը երկու կողմերի, ռիլիզների ժամանակին եւ ճիշտ որակով, այնպես ինչպեսին, որ ուզում ենք մենք տեսնենք ընկերության ներսում տեղադրելը, ձևավորելը, թեստավորել եւ այլն։ Այստեղ մի հատ հարց, ոնց է կարողանում լուծել խնդիրը այդ ուզում եմ այնպես ձևավորել, որ շատ խճճված չլինի։ Ոնց է կարողանում ընդհանուր համակարգը դիտարկել, հա, դրա համար Adines ունի շատ տարբեր բլոկեր եւ ոչ բոլորն են ներդնում ամբողջական լուծում։ Ոնց եք դուք կարողանում տենց ընդհանրական մոտեցում ցույց տալ եւ տարբեր բլոկերում ինչ լուծումներ եք կարողանում առաջարկել այսօր։ Ես այսպես խոսանում եմ, տեսեք,
Առաջի քայլը, որ արել ենք ու հիմա անում ենք, այդ մենք պրոդուկտ ունենք, Adidas կոմպլեքսնի ավտոմատիզացիա, որը ERP համակարգ է, ամբողջությամբ հայկական ստանդարտներով, կառավարչական, հաշվապահական, նույն HR-ի կդորը։ Հիմա մենք իրան օպցիաների ենք վերածում։ Եթե դուք ուզում եք միայն զուպը, հա, ասենք կառավարումը, միայն այդ օպցիան ենք ավելացնում։ Ինչի համար որոշեցինք, որովհետև մեկ նախկինում մարդիկ գնացել է բիզնեսը աճել է, ասենք դրել է հաշվապահություն, հետո կառավարչական հաշվառում, ուրիշ ծրագիր է վերցրել, մեկը այլ ՀՑ է դրել, մեկը Adidas է դրել ու այդպես դարձրել են, հա, կոշկին տոն։ Պլյուս ինտեգրացիաները պես շովնի է եղել։ Հիմա մենք գնում ենք այդ ճանապարհով, ասում ենք պրոդուկտների քանակը քչացրել ենք ու զարգացնում ենք այդ պրոդուկտը ու հայաֆիկացնում ենք։ Այդ ենք այդ լուծումը, որպես այդպեսին այդպես ենք պատկերացնում։ Ոչ, կաշա չի ստեղծվում, կոնկրետ եթե ինքը մեծ ծրագիր է, բայց փոքրացում է, ցես պետք է զուպն եք ակտիվացնում։ Հետո եթե ցանկություն ունեցաք, ասենք հաշվապահություն ակտիվացնել, ֆունկցիոնալի օպցիայով ավելացնում ենք ֆունկցիոնալի օպցիան։ Հա, փոքր ինքը բանը, էլի պլագինների կաղապար է, որ այսպես էս այլ ծրագրավորողներին կարող է, հա, հետաքրքրի, պլագինը արագ ինքը բան է անում, ակտիվանում է մյուս ֆունկցիաները։ Այս տեստն ունի, ինքը հիմա մենք լոկալով ենք արել, Kairac EDM, երևի հուլիսի 1-ից արդեն կլինի վաճառքում, գրանցվում եք, հա, գրանցվում եք, վերիֆիկացիան անցնում եք ու տալիս եք ձեր բազայի ճանապարհը ու կպնում է ձեր բազային։ Հիմա Adidas-ի բազաներին կբաց է, այլ կամպանիաների հետ էլ կփորձենք մենք համագործակցել ու ընդհանուր զարգացնենք։ Այս ես մտածեմ խորտատուի ֆունկցիայով, ինքը բաղկացած է փորձել ենք մեկ կնոպկի տրամաբանություն տնել, հա, իմ ֆայլերը եւ նոր զրույց։ Այստեղ կարող եք նախագծեր ավելացնել, ցանկացած օրինակ ես դեմոնստրացիայի համար ավելացրել եմ ֆինանսներ եւ վաճառք։ Ոնց է սկսվում աշխատանքը։ Մտնում ենք մենք սկսում ենք զրույցը, այստեղ նոր կապով տալիս ենք մեր բազայի ճանապարհը, հա, ինչպես սկսել զրույցը։ Հիմա այստեղ կարևոր տեխնոլոգիական կդորը ես նորից նշեմ, որ բազային ինքը եւ կբաձե, այսպես ասած, եւ կբաց չէ, հա, ու ինքը շատ արագ է աշխատում։ Պատկերացրեք Adidas-ի բազան մեծ, ասենք 3 տարվա ինֆորմացիան, ցանկացած BI, AI, հա, երբ որ մտնում է ինֆորմացիա է վերցնում, ինքը բավականին ժամանակատար է, բայց այս մեր մեթոդոլոգիայով շատ արագ է։ Ունենք դերեր, դիցուք կարող են ծրագրից կարող են օգտվել ֆինանսական բաժինը, երբ որ ֆինանսական բաժինն ենք ընտրում, բերում է իր համապատասխան մարդ։ Այսինքն բոլոր աշխատակազմը ամբողջությամբ կարող է օգտվել մեր Kairac-ից։ HR բաժինը առանձին իր հերթին, գնումները շատ կարևոր է հիմնադիրները, այսինքն իրանց համար առանձին հաշվետվողականությունը ստանալ, հա, եւ այլ, եւ այն սովորական նորմալ աշխատող մարդիկ։ Իսկ այս բաներում, BI-ներում եւ այլն հատուկ հմտություններ է պետք։ Իսկ այս մեր տեխնոլոգիա, մեր մասով հատուկ հմտություններ պետք չէ, պետք է AI-ից օգտվելու ընդամենը հմտություններ։ Եվ սկսում ենք զրույցը։ Եթե ուզում եք ընդհանուր գծերով սկսել, այսինքն ինքը ձեր բազային է կբաց, բազայից ինչ հարցեր տալիս եք, ինքը ազատ ձեզ պատասխանում է։ Կարող, չգիտեմ, չի եղել հարց, որ մոտ 2 րոպեից ավել տևի, որովհետև անալիտիկ բաներում կա։ Հիմա ես մի քանի բան պատրաստել եմ, բայց եթե հարցեր ունենաք, նորից կարող ենք տալ։ Մենք միասին տալ։ Ես ինչ եմ ասել։ Ասել եմ բաժանիր 2020-21-22 թվերի ամսվա ծախսերն ըստ կատեգորիաների օրինակ եմ բերել, ամենամեծ աճ անցած ամսվա համեմատ, որն ունի ամենամեծ աճը։ Եվ հիմա ինքը ինձ բերել է, այսպիսի պատկեր է ստացել ու անալիտիկա է։ Այս ինչի համար եմ ցույց տալ, այս բոլորը կարող են custom սարքել, ցույց տալ, ֆինանսիստը ուզում է իրան այս հաշվետվությունները տեսնի, հիմնադիրը այս հաշվետվությունները տեսնի, ու ինքը դինամիկ ցես անալիտիկա է անում։ Նաև հնարավորություն ունես հրանք տալ, թե օրինակ ֆինանսիստների համար ասեմ,
իրանք մեծ խնդիր ունեն լուրջ մեր փորձով էլի, որ դնում անալիտիկային անում, եկել այնտեղ մի 15 օր հետո ինչ որ բան են փոխում, ինչ որ բաներ են, հա, այսպես ասած ինֆորմացիա է լինում, ծրագիրը աշխատում է, բայց այն հաշվետու ժամանակաշրջանից դուրս են մնում, կարող է ստուգման գործիքներ դնել իրան։ Օրինակի համար, ասի թե այս ֆինանսական հաշվետվությունը ամեն շաբաթ Արդահանի պայի, վաճառքները Արդահանի պայի եւ 4 շաբաթ հետո գնա նորից ստուգի, նորից Արդահանի ու նորից ֆայլերը ստուգի ու ինձ դուր ամփոփ հաշվետվություններ, թե ինչ է փոխվել։ Այսինքն ինքը բազան ստուգեց։ Ու այսպես այս տեսակ անալիտիկա է բերում, անալիտիկաներ է բերում, ոչ թե դուք կարող եք դինամիկաներ վերահսկել, ֆինանսական հոսքերը կառավարել, կանխատեսումներ անել։ Ֆինանսականի մասով էս են պատրաստել ու հենց այս օրինակս, որ ասում են, որ գնա, ես ինչ եմ ասում, գնա ստուգի, թե ցույց տուր բոլոր փաստաթղթերը, որոնք այս թվականից մինչև հիմա չհաստատված կամ սևագիր կարգավիճակ ունեն։ Եվ խմբավորիր ըստ պատասխանատուների։ Տես ով է այդ ամեն ինչը փոխել։ Դուք ցույց տվեցիք, որ ասում եք ինչ որ անալիտիկա վերադարձնի, իսկ հնարավոր է իրան ասել, որ առաջարկներ անի, օրինակ անալիտիկայի արդյունքում իմացանք, որ չգիտեմ, ունենք այսքան չհաստատված գործարքներ կամ ինչ որ սևագիրներ ունենք։ Ինքը առաջարկներ անի, այս գործարքի հետ կապված կարող եք այսինչ գործողություններ անել, ինչ որ մեյլ ուղարկել կամ նմանատիպ ինչ որ քայլեր անել։ Իհարկե, AI-ը գիտեք, ինքը բան ասում է, խելք Իրանը չի խորհուրդ տալու համար, այդ խորհուրդներ կտա, բայց մեզ համար շատ կարևոր է, որ ինքը այդ բազայի շրջանակներից դուրս չկա, թվային տեսքով խոսի, թե չէ խորհրդատվությունը ինքը շատ տալիս է, էլի։ Հակառակը պրոմպտով փակում ենք, որ դուք մի բան արեք, էլի, ավելի շատ դուք կընտրոնացի միայն սրա վրա։ Այդ առումով ինքը եւ շատ է կարող եք զրուցել իր հետ, ինքը բաներ բացահայտի։ Հենց կարևոր առավելություններից մեկը մեր product-ի դա է։ Մենք հաշվետվություններ ստանում ենք SQL-ի, Python-ի հիման վրա, ավտոմատ արտահանվում է բազան, ավտոմատը տեխնիկական տված ցուցումի սահմանված կառուցվածքով հավաքվում է աղյուսակները ու ունենում ենք միանգամից ինչ-որ հաշվետվություն, որը ժամանակին ձեռով երկար աշխատանքի արդյունքում է ստացվում։ Հիմա հենց հետաքրքիր է, այս AI-ը բազաներին կարա կպնի ու էլի նույն ձև արդեն կկիրառի Python, Power BI, թե ինչ-որ ուրիշ լեզուներ ու նույն հաշվետվությունը կարում է ստանա, թե ստեղ մի փոքր ուրիշ լոգիկա է, ուրիշ բաներ է պետք իրանից սպասել։ Ուշ եկար, Ռաֆ, ուշ եկար պրեզենտացիային։ Երևի 2-3 րոպե։ Հա, հենց ինքը դեպի չէ Power BI, Tableau, ոչ մի բան էլ պետք չի կիրառել։ Ինքը սինխրոն կբաց է, on-line կբաց է իրան։ Հենց այդ մեր առավելությունը դա է, որ on-line կբաց է եւ դու ինչ հաշվետվություններ ավտոմատ դնում ես, այլ մարդու կարիք չկա, որ ասեք, գիտես, հələ ֆինանսիստ բեր հաշվետվությունը, հաշվապահ բեր կնանագարի բերի, թվերի հետ նորից տնես ստուգես։ Այսինքն ես կարամ աղյուսակը տամ, ասեմ ես աղյուսակը լրացրա, նկարագրեմ որտեղ ինչ ու նաև cash flow-ն ինքը եկամուտ ծախսի անուղակի մեթոդով կպնի։ Հիմա որ վերջացրեցինք, տեղում տեստ կանենք միասին։ Շնորհակալություն։ Հա, աղյուսակը կտակ, բերես, ասում ես պահպանի, հələ հետո տեսնենք նայ, ասենք ժամանակաշրջան, առաջ երկրորդ ամսվա այս աղյուսակով հաշվետվությունը հանի։ Հանում ես երրորդ ամսվա առաջին օրը, մարտի 1-ին հանում ես երկրորդ ամսվան, հա, ու ասում ես պայի, հետո 4-րդ ամիս ես հանում նույն փետրվարը եւ ասում ես գնալը ստուգի տեսնալ ինչ որ բաներ փոխել են, ու այդ շատ կարեւոր խնդիր է, էլի, այսինքն մի անգամ հրանքները տալիս ես, ինքը անընդհատ անում է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բարև ձեզ, ես Արուսյակն եմ, նախ հիացած եմ, շատ լավ լուծում է, միանշանակ բոլոր ADNS օգտագործողները կհասկանան։ Մի հարց է ինձ հետաքրքիր, ինքը որ AI-ն է օգտագործվում, արդյոք ինքը ձեր սերվերի վրա է, թե cloud սերվերը, ու այս ինֆորմացիան միանշանակ կազմակերպություններ կլինեն, որտեղ կլինի confidential։ Ու դատան, երբ որ ստանում եք ու reporting-ը երևում է, ինչքանով է ոնց որ security-ի մասը ապահովված։
Բոլոր AI-ներն էլ secure չեն, ասեմ, բայց սերվերի տեսանկյունից կարող ենք ձեր սերվերի վրա լինի այդ ամեն ինչը, set-up-արվի, հա, մենք որպես այդպիսին ինֆորմացիա չենք պահում, ինֆորմացիա որպես այդպիսին չէ, երկու խնդիր ենք լուծել իրականում, առաջինը, որ AI-ը չկարողանա ձեր տվյալներին վնաս տալ, ուղղակի անմիջական մասնակցություն ունենալ, կարող է ինքը ռեպորտներ գեներացնի հավաքի պայի, այս իմ ֆայլեր պապկի մեջ, երկրորդը, որ մենք ինֆորմացիա չենք պահում, մեր այս տոպոլոգիայով ինֆորմացիա չենք պահում, այն ինչ AI-ը սովորում է տեսնում է, այդ արդեն AI-ը սովորում տեսնում է։ Հնարավոր է կայարան ՀՑ-ի լոկալ բազայի հետ աշխատի եւ կարողանում է վերլուծել մեկնաբանություններ եւ կոնտենտ լատինատար հայերեն, բայց լեզվով գրված բազայի հետ։ Անկեղծ ասած լատինատար հայերենում փորձ ունենք այլ բանում, բայց մենք կատեգորիկ չենք անում, թող հայերեն գրեն։ Երկրորդ առաջի հարցը ՀՑ լոկալ բազայի հետ ինտեգրացիան։ ՀՑ լոկալ բազայի հետ տեսականորեն կարող ենք, դեռ չենք խոսել ՀՑ-ի հետ, բայց անպայման խոսենք, գիտենք ոնց ենք անում, տեստային ունենք, անպայման խոսենք։ Մեզ համար անկեղծ տարբերություն չկա, ասեմ ավելին, տարբերություն չկա Bittrex-է, 1С-է, ՀՑ-է, հա, կայրան իր ավտոնոմ, հա, այսպես ասած, իր խնդիրն է լուծելու։ Բայց կոնտենտը պետք է լինի հայատար ու հայերեն։ Դե մենք ուզում ենք, որ հայատար հայերեն լինի։ Իրենք կանենք տանջվետ դրա վրա, չէ Կարնե ջան։ Մերսի շատ։ Չունեք էլ հարցեր։ Ես այս վաճառքի բլոկն էլ ցույց տամ, օրինակ այս գրել էի գիտա ֆանտաստիկ, հետո փոխեցի, մենք բան ունենք, ես ու գործընկերս Արթուրը լավ բաները որ նայում ենք, ասում ենք ֆանտաստիկ, հետո ասեցինք այս պրոյեկտն որ լավ եղավ, բան դարձրեցինք, գիտա ֆանտաստիկ, այս ինչ եմ տվել, իրան ինչ հարց եմ տվել, ասել եմ ցույց տուր բոլոր վաճառքների համեմատականը հաջախորդ ապրանք քանակ գին ընդամենը, ընդանուր տարեկան ծավալը կազմիր ամպոպ տողով, ներկայացրա եւ տաբլիցայի տեսքով եւ գրաֆիկով։ Ու այսպես գրաֆիկներ է տվել, համեմատականներ է տվել, չգիտեմ, մենք հիմա այս ինչի համար չենք անում, ասում է տարբեր վաճառքի մենեջերներ տարբեր ցուցանիշներ են ունենում, ինքը ագրեգատոր է դա, այսինքն դու երբ որ տալիս ես ինֆորմացիան, ինքը քեզ համար դասախրանից է անում, էլի, ընդանուր շաբլոններ մենք շուտով կունենանք, բայց ավելի շատ ասում ենք բան է, չէ, մեր հայերը միշտ խայսատ ունենք, մենք հայկական շուկայում խայսատ ունենք, ասում են մերն ուրիշ է, մենք մեր ձևով ենք անելու, մեր անալիտիկան մի քիչ ուրիշ է, էլի, դրա համար այդ բանի ագրեգատորի գաղափար է տրված, որ դուք փորձեք դուք ձեր հաշվետվականության սխեման ունենալ։ Այս վաճառքների այս պրոմպտն է, այս հարցն եմ տվելու պատասխանը սա եղել, ասենք top 10 հաճախորդներ։ Top 10 հաճախորդներ, այս ձև եմ ես ուզեցի ավելի բան տեսնել, չգիտեմ, ես ինչ եմ գրել։ Ցույց տուր բոլոր վաճառքների հաճախորդ գին եկամտաբերություն ընդամենը ընդանուր։ Հա։ Հələ որ չի եղել մի հատ հարց, ոչ չանեմ, իմ ուզած պատասխանը չտա։ Այս կան է թերևս, եթե շատ շնորհակալություն։